Բարև ձեզ արգելի բարեկամներ, այսօր կխոսենք մի հիվանդության մասին, որը ցավոք սրտի վերաբերում է կանանց։ Դա բարտոլինիտն է։ Ինչ է իրենից ներկայացնում բարտոլինիտը։ Բարտոլինիտը դա հեշտոցի նախադրան, նախամուտքի գեղձերն են, զույգ գեղձեր են, որը ձվաձև է 10-ից մինչև 12 սանտիմետր մեծություն ունի եւ ունի արտազատող ծորան, քանի որ գեղձ է եւ նրա բորբոքումը կոչվում է բարտոլինիտ։ Ինչից կարող է բորբոքվել։ Բորբոքվում է ստաֆիլոկոկից, ստրեպտոկոկից, գոնոկոկից, աղիքային ցուպիկից, որոնք թափանցելով ծորան անցնում են դեպի պարենխիման, ախտահանում են եւ առաջանում է թարախային բորբոքում։ Թարախային բորբոքման ժամանակ կարող է լինել ջերմության բարձրացում, ցավեր, հատկապես նստելուց կանայք ցավեր են զգում հեշտոցի շրջանում, լինում է գլխապտույտ, սրտխառնոց, ինչ որ վերաբերում է այդ ջերմային գործընթացներին, ապա կարող է լինել խիստ ցավերի ընթացքում նրանք բավականին անհանգիստ են լինում, օգտագործում են տարբեր տեսակի հանգստացնող եւ ցավազրկող միջոցներ։ Գործընթացը տևում է այնքան ժամանակ, մինչև որ պատռվում է այդ թարախաբուժտը, թարախը դուրս է գալիս եւ երևույթները աստիճանաբար վերանում են։ Հաճախակյան լինում է քրոնիկական եւ այդ քրոնիկ ընթացքի ժամանակ գեղձը վերածվում է բշտի, առաջանում է կիստա, այսպես ասած։ Ինչ կարող եք անել տնային պայմաններում, վերցնում եք պատրինջ, 1 ճաշի գդալ, լցնում եք կես լիտրանոց տարայի մեջ, վերցնում եք շաֆրանի ծաղիկները, որը նույնպես ունի հզոր հակաբիոտիկ հատկություն, վերցնում եք նաև լորենու ծաղիկներ, լցնում եք կես լիտր եռմանջուր, եռացնում եք դանդաղ 10 րոպե, սառելուց հետո քամում եւ օգտագործում եք կես թեյի բաժակ օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Հաջորդը վերցնում ենք ուռենու մանրացված կեղևներ, խնկեղեգի արմատներ, եւ կաղնու մանրացված կեղևներ։ Ամեն մեկից 1 ճաշի գդալ լցնում ենք կես լիտր եռմանջրի մեջ, եռացնում ենք դանդաղ 10 րոպե, սառելուց հետո քամում եւ օգտագործում ենք կես թեյի բաժակ, օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Հարգելի բարեկամներ, ասեմ ձեզ նաեւ մի բան, միկրոբները զարգանում են հատկապես այն ժամանակ, երբ որ օրգանիզմում արծաթի քանակը պակասում է։ Մեր օրգանիզմում կա բավարար քանակությամբ արծաթ, որը կանխում է միկրոբների զարգացումը։ Դուք պետք է նույնպես օգտագործեք արծաթած ջուր, քանի որ օրգանիզմում արծաթը հաճախակի դեֆիցիտ է առաջանում, պակաս է առաջանում։ Ինչ կարող եք անել այդ նպատակի համար, վերցնում եք 1 բաժակ, մեջը գցում եք 1 արծաթե գդալ, եթե բաժակ ունեք ավելի լավ, եթե չունեք արծաթե գդալ կամ վզնոց, շղթա կամ դրամ, եթե արծաթե դրամ ունեք, գցում եք ջրի մեջ, ջուրը լցնում եք վրան, թողնում եք մնա մինչև առավոտ, առավոտյան քաղցած խմում եք այդ ջուրը եւ նորից վրան ջուր եք լցնում եւ թողում եք հաջորդ առավոտվա համար։ Դա դժվար եւ ծախսարար միջոց չի, կարող եք 1 ամիս օգտագործել ոչ միայն մանրեների, այլ արծաթը փոխում է ջրի բևեռականությունը եւ շատ օգտակար հատկանիշներ է ձեռք բերում ջուրը օրգանիզմի համար։ Դուք կարող եք այդ ջրով կատարել նաեւ ներլվացումներ։ Առողջություն եմ ցանկանում ձեզ սիրելի տիկնայք, այդ բոլորը գրված է իմ գրքում, որը կոչվում է բժշկարան, դու կարող եք այն ձեռք բերել եւ օգտվել։ Բացի դրանից այդ բարտոլինիտին լավ օգնում է նաեւ անահիտ քսուկը, ճիշտ այն գեղարարական է, բայց հզոր անտիբիոտիկ հատկություններ ունի եւ օգտագործելուց, այսինքն դու կարող եք
այդ քսուկը քսել մարլայի վրա եւ դնել որպես տամպոններ, շատ հզոր ազդեցություն է թողնում նման դեպքերի վրա։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, մինչ նոր հանդիպում։